Հիսուսի մահը խաչի վրա մենք ամենս իմանում ենք իր մեղքերի համար չէր, մեր մեղքերի համար էր։ Երկրորդ Կորինթացիս 5-րդ գլուխը 21-րդ համարը խնդրեմ եղբայրս կարտա։ Որովհետև Աստված նրան, որ մեղք չգիտեր, մեզ համար մեղք արեց, որ մենք Աստծո արդարությունը լինենք նրանում։ Ասում է նա, որ մեղք չգիտեր։ Մենք մեղքը լավ գիտենք։ Երբ որ մեզի թոնես կընկնենք արվի մեջ, չէ՞։ Ճիշտ ճանապարհը իմանում ենք, բայց միշտ ծուռ ենք մտածում։ Չեմ անում ձեզնից, ես 40 քանի տարի է, որ ես Հիսուսի հետ քայլում եմ, դեռևս միտքս շատ անգամներ ծուռ եմ մտածում։ Ինչի համար դրա համար աթանորդի եմ։ Բայց ծուռ մտածելը եւ բանելնելը թողեք մի բառը temptation բան ենք ելնում փորձվում ենք։ Երբ որ մենք փորձվում ենք, ես շատ ժամանակներ որ նոր քրիստոնյա եմ ելել, զգում եմ եթե փորձվեմ, պետք է մեղքը գործեմ, փորձվամ մեղքը գործեմ։ Փորձվելը սխալ չի։ Փորձվելը սատանայից գալիս է, բայց մենք պետք չունենք, երբ որ փորձվում ենք, սատանայի հետևից երթանք։ Մենք ճանապարհը տեսնում ենք, ուղիղը եւ ծուռը։ Պետք չունենք ծուռը ընտրենք։ Աստված մեզի ճանապարհը տվեր է։ Երևանից որ գալիս ես Աբովյան, մի հատ ճանապարհ կա գրած է Աբովյան։ Շատ օտար ճանապարհներ կա, բայց եթե ես ուզում եմ Աբովյան, պետք է Աբովյան ճանապարհը վերցնեմ։ Բայց իմ մեջ մի հոգի կա, որ ասում է չէ, այս ճանապարհը, որ դրված է մի գնա օտար ճանապարհից գնա։ Եղբայր օտար ճանապարհ չկա դեպի Հիսուսը, իր դեպի Աստվածը, բացի Տեր Հիսուս Քրիստոսի խաչը։ Տեր Հիսուս Քրիստոսը այն գործը որ պետք է մեզ համար աներ, որ խաչապայտի վրա պետք է մահանար եւ մեզի նոր կյանք տար արերա եւ փաստը այն որ մենք փրկված ենք հարությունն է։ Ամեն, ամեն։ Փառք Տերոջ։ Երբ որ մենք նայում ենք այս աշխարհի մեջ, տեսնում ենք այս աշխարհի մեջ մեղքը ամեն ինչը Աստծուց հեռացրել է։ Բայց մենք որ գալիս ենք եւ քրիստոնյա ենք դառնում եւ Քրիստոսի հետևից ենք ապրում, այն ժամանակ մեր կյանքը պետք է սուրբ եւ մաքուր մեկ հատ կյանք լինի։ Հիսուս Քրիստոսը այն ժամանակվից որ ծնվավ, մինչեւ այն ժամանակ որ համբարձվավ, ասում են 44 հատ տարբեր մարգարեություններ ինքը կատարավ։ Այս Գործարաքելոսի 10-րդ գլխի մեջ իմանում եք քանի հատ այն 44 հատ մարգարեություններից կատարվավ Հիսուսի միջոցով 5 հատը 44 հատ մարգարեություն 33 տարվա մեջ համարյա անկարելի է, երբ որ մենք հավանակությունով նայում ենք եւ ուզում ենք տեսնենք, երբ որ մենք մի հատ coin ունենանք, չէ՞։ Մա դրամ ունենանք, չեմ անում, դուք ինչ եք ասում, այս կոմը որ 200 է եւ այն կոմը որ Հայաստանի կերպն է, եթե ես կգցեմ վրև եւ բռնեմ, քանի տոկոս կա, քանի տոկոս կա, որ 200 լինի։ 1-ից 2, ճիշտ է։ Այսինքն ես 1-ից 2-ը ճիշտ չէ, այն 1-ից 2-ն է։ Հիմա եթե ես ունենամ 8 հատ ընտրություն, 8 հատ ընտրությունը, այսինքն հավանաբերության մեջ շատ արագ առաջ է եթում։ Ես ինքս այս դասը համասարանում դաս եմ տալիս, այս բանը, որ ասում են հավանակատության Իմանում եք ինչ եմ ուզում ասեմ, ճիշտ է թե չէ, ասում է լսողը խելոք լինի, ասողը գի սխալ է խոսում, բայց այսինքն որ դու ուզենաս նայես 44 հատը դիրեն կողմ 8 հատը ասա։ Եթե ես վերցնեմ այս դրամը, մանրապողը վերցնեմ եւ լրիվ Հայաստանը սրանցից դնեմ 10 մետր, լրիվ Հայաստանը 10 մետր սրանից ես դնեմ մեկ հատը նշանեմ եւ ասեմ մի հոգի աշկերը կողմ էթա ամեն այս Հայաստանի մեջի այս մանրադրամները նշանածը ճարի քանի տոկոս պետք է լինի կարծում եք կարողանա ճարի ես չեմ կարծում ճարի անկարելի բանա ճարի այս 8 հատն է եթե 44 հատն այ ես լրիվ աշխարհը պետք է այս դրամները դնես մի հատ նշանես
եւ ասես գնա ճարի։ Այսինքն այն որ Հիսուս Քրիստոսը կատարավ անկարելի բան է, որ մի անձնավորություն կարողանա իր կյանքի մեջ կատարի։ Ինչպես ասած accidental, պատահական ձևով մի հատը, երկու հատը, երեք հատը կելնի, կարող ես ասես, օքեյ, էսի կելի, բայց 44 հատը չի վերջանում։ Ավելի շուտ հարյուրավորներ մարգարեություններ կա, որ Հիսուս Քրիստոսը կատարավ, բայց այս մեկ 44-ը, որ ես ձեզի ասում եմ, ճիշտ 44-ն է, որ այնպես որ ասում է Սաղմոս 2-ում ասում է էս, Սաղմոս 22-ում ասում է, որ իր ոսկորները չի կոտրվի, որ իր ոսկորները չկոտրվավ։ Իմանում եք, երբ ոսկորները չկոտրվավ, դուք իմանում եք մահը խաչի վրա ինչպես է մեկը մահանում։ Թոքի համար, դրա համար կախվում է, բայց իր ոտերով վրև իրան պահում է, ոտերով իրան վրև պահում է։ Հետո ինչ արան այն երկու գողին, եկան ինչ արան, իր ոտերը կոտրան, որ ընկնեն, դրա համար շաբաթ օր էր գալիս, պետք է այն պաշտամունքի, ուզում են նրանց մեջ գալիս են Հիսուսին նայում են, Հիսուսի ոտքը, Հիսուսը մահացել էր։ Հենց դրա համար իր ոտքը չկոտրան։ Հեր դրա համար Սաղմոս 22-ի մեջ գրված է, որ իր ոտքերը չպետք է կոտրվի։ Եվ այն ժամանակ զինվորը գալիս է, սուրը խրում է իր կողքը, եւ իրանից ինչ է դուրս գալիս, արուն եւ ջուր։ Այսինքն բժշկական տեսակետից մահը երբ որ կատարվում է, ջուրը եւ արյունը իրարուց ջոգվում է։ Յուղ եւ ջուրի նման ջոգվում է իրարուց։ Մեր մարմինի մեջ երկուսը իրարու հետ են։ Սիրելիներ, հայտնությունը, երեքշեր ես խոսացի, հայտնությունը մեր հոգեվոր մարմինի համար այնքան կարևոր է, որ արյան հոսանքի նման, որ մեր մեջ կյանք է բերում, հայտնությունը մեր հոգևոր կյանքի մեջ առողջություն եւ կյանք է բերում։ Մենք պետք ունենք Աստծո խոսքը, որ կարդում ենք, պետք ունենք այս հայտնությունները ստանանք, որ այս հայտնությունները ոչ միայն մեր հավատքը ուժեղացնի, բայց մեզի հոգևոր կյանք տա, որ կարողանանք շարունակենք։